Աստված ձեզ օրհնի։ Հերթական ճշմարտության 33 թեմաներից կամ նիստերից այսօր 12-րդ թեման է, որը կոչվում է վերստին ծնունդ։ Ուրեմն մենք վերստին ծնունդ թեման կուսումնասիրենք երկու բաժիններով։ Ինչ է վերստին ծնունդը եւ դրա անհրաժեշտությունը, եւ երկրորդը ինչպես է կատարում վերստին ծնունդը եւ դրա ապացույցները։ Ուրեմն առաջին բաժինը մենք պետք է նայենք ինչ է վերստին ծնունդը եւ դրա անհրաժեշտությունը։ Նախ խոսքը, որ ասում է վերստին ծնունդ, նշանակում է նորից ծնվել։ Վերստին, նորից, որը Աստծո գործն է եւ փրկության համար անհրաժեշտ փորձառություն է, որով մարդը հաստատվում է նոր կյանքի մեջ, ստանալով նոր բնություն, նոր հակումներ, ձգտումներ եւ սպասումներ։ Այսինքն մարդու ներսը փոխվում է։ Մենք ասացինք, չէ, մարդը ադամական, մեղանչական է։ Ինչ է մարդու ներսում վատ ցանկություններ, հակումներ, սպասումներ, ձգտումներ, բայց վերստին ծնունդով մարդը ստանում է նոր բնություն։ Աստված չի ուզում մարդու մեղքերների, բայց մարդը մնա չար, ապականված, փչացած։ Աստված ներում է նաև ոչ թե միայն փրկում է դատաստանից, նաև փրկում է վատ կյանքից, վատ բնավորությունից, վատ բնությունից, այսինքն նոր է դարձնում։ Ուշադրություն դարձնում եք, դրա համար ասում է, կարմիր կովը իր կաշին չի փոխի, մեղավոր մարդը իր բնույթը չի փոխի, սակայն մեղավոր եթե դառնա Աստծուն, Աստված նրան կփոխի։ Ուրեմն Հովհաննես 1:13-ն կարծում ասում, որոնք ոչ արյունից, ոչ մարմնից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Սակայն ասում է, երբ որ փարիսեցիներից մի մարդ եկավ Հիսուսի մոտ, այս մարդը առաջի խոսքից սկսում է Հիսուսին գովալ։ Նա հրեաների իշխան էր։ Այն դեպքն է, որ Տերը խոսում էր Նիկոդեմոսի հետ, ասում է, սա գիշերը եկավ Հիսուսի մոտ եւ սկսեց Հիսուսին իհարկե գովել, որ մենք հասկանում ենք դու Աստծուց ես եկել եւ այս բոլոր գործերը, նշանները, որ դու անում ես, ոչ մեկ չի կարող անել, եթե Աստված նրա հետ չի։ Դրա համար Տերը նրան մի խոսք ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Վերստին ծնունդը կարևոր ակտ է փրկության համար։ Եթե չծնվես, չես տեսնի արքայությունը, հավիտյանական կյանքը չես տեսնի։ Վերստին ծնունդն էլ փրկության թեմայի մեկ մասն է։ Օրինակ, այդ թեմաները նորից ուզում եմ կրկնել՝ շնորհք, կանչ, ապաշխարություն, հավատք, վերստին ծնունդ, արդարացում, որդեգրություն, սրբացում, փառավորում, Քրիստոսի հետ մեկացում։ Նաև Եփեսացիների 2-րդ գլխի 3-ից 5 ձեզ համար ուզում եմ կարդալ, մեղավոր մարդկանց մասին է խոսում, որ հնազանդվում էին վատ սովորությունների կամ անգամ չարին, ասում է օդի իշխանին, երրորդ խոսքից ասում է, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ ման ենք գալիս մեր մարմնի ցանկություններում, մեր մարմնի եւ մտքի կամքը կատարելով։ Եվ բնությամբ ասում է Պողոս առաքյալը, բոլորս ասում է, անխտիր, եւ բնությամբ ասում է բարկության որդիներ ենք ինչպես ուրիշները, բայց Աստված որ մեծ է ողորմությամբ իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբ դեռ մեռած ենք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ։ Շնորհքով եք փրկված։ Նրա հետ մեզ հարուցանից եւ նրա հետ մեզ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսով։ Ուրեմն ինչ է կատարվում, բոլորս բարկության որդիներ ենք, բայց Աստված մեզ ողորմեց, իր շնորհքով փրկություն է տալիս։ Այսինքն այս վերստին ծնունդն էլ Աստծո շնորհքից է, մեր նախաձեռնությունը չի։ Մենք անգամ գաղափար չունենք, որ այսպիսի բան հնարավոր է լինել։ Ինչքան ուզում ես հոգևոր ճանապարհները, նմանությունները, գործերը, ասենց ասած, ընթորինակի եւ օրինակ եմ ասում, ինձ զսպելով չգողանամ, ինձ զսպելով իբրև թե չհայոյեմ, գուցե որոշ բաներ զսպելով անեմ եւ նմանապես շատ մարդիկ կան, որ փոքրից դաստիարակվել են, շատ կիրթ մարդիկ են, որոնք գիտեն իրենց շրջապատում պահեն, կռվարար չեն, հայոյող չեն, անիծող չեն, վատ արտահայտություն մեկը բերանից չլսի, նրանք լավ դաստիարակված են, բայց վերստին ծնված չեն, բայց հավիտյանական կյանքի համար նրանց վիճակը բավարար չէ։ Դրա համար ասում է վերստին ծնունդ է պետք, անհրաժեշտ է, եւ մարդը հոգևոր ընտանիքում ծնվելով էլ չի, որ կարող է ունենալ վերստին ծնունդ։ Իմ երեխան
Քանի երեխա է, Աստված ասում է, երեխաները սրբված են, չէ, իր ծնողով, այսինքն քանի գիտակցություն չունեն, դա Աստծո առանձին իրավունքն է, որ նա կարող, այո, գիտություն չունեցող անձնավորություններին փրկի, թե ինչպես կհասցնի վերստին ծնունդին, ինչպես կհասցնի փրկության, դա իր գործն է, սակայն եթե արդեն երեխան մեծացավ, չափած դարձավ, այդպես չի, որտեղ իմ ընտանիքում է մեծացել, ուրեմն Աստծո որդի է, ուրեմն վերստին ծնված է։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, մարմնից ծնվածները չեն, որ Աստծո որդիներ են, այսինքն Աբրահամից մարմնով որ ծնվել են, ֆիզիկապես ծնվածները չեն, որ Աստծո բաժին են, կամ Աբրահամի որդի են անգամ, այլ ասում է, հավատքի որդիք են Աբրահամի որդիները։ Պատմությունը ապացուցում է, Աբրահամից ծնվեց Իսմայել եւ Իսահակ, բայց շեշտը դրվեց Իսահակի վրա։ Հենց Իսահակից ծնվեցին երկու որդիներ նույն կնոջից, Աբրահամին էլ տարբեր կնոջից էր, բայց Իսահակից նույն կնոջից նույն օրը ծնվեցին երկու որդի, բայց մեկ Աստծո որդու սպասում ուներ, մյուսը չէ։ Նմանապես մեր երեխաները, մեր ընտանիքները չեն կարող Աստծո որդի դառնալ, մինչև որ անձամբ այն քայլերը չանեն, որ հիմա մենք պետք է նայենք, որ Աստված պահանջում է, որ ինքն իր գործ անի։ Աստված ամեն հնարավորություն տալիս է, բայց մարդն ունի իր անելիքը։ Մենք պետք է շարունակենք երկրորդ բաժինը, որը կոչվում է ինչպես է կատարվում վերստին ծնունդը եւ դրա ապացույցները։ Օրինակ Հովանու 3:1-21-ը, երբ որ մենք կարդում ենք, այն դեպքն է, որ Տերը խոսում էր Նիկոդեմոսի հետ, բոլորը չեմ ուզում կարդալ, բայց այս տեքստին դուք պետք է ծանոթ լինեք, ընդհանրապես դետալների մասին եմ ասում։ Տերը ասաց, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել, երրորդ խոսքում ասում է, սակայն ասում է Նիկոդեմոս ասում, մարդը որ ծեր է, ինչպես կարող է ծնվել։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Նա հասկացավ ֆիզիկական ծնունդի մասին, բայց Տիրոջ խոսքը ֆիզիկական ծնունդի մասին չէր։ Ինչպես որ խոսեցինք, նոր արարած լինելու, նոր ձգտումներ ունեցողի մասին է, նոր կյանք ունեցողի մասին է։ Եվ Տերը ասում է պատասխանը ճշմարտ ասում եմ, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Ուշադրություն դարձեք, Տերը փուլ բացատրում է։ Առաջինը Տերը խոսեց, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Ուղղակի վերստին ծնունդ։ Եվ քանի որ արձագանքեց Նիկոդեմոսը նրան, Տերը սկսեց ավելի մեկնել։ Արդեն փակագծերը մի քիչ բացեց։ Ոչ թե փոխվեց վերստին ծնունդը ուրիշ մի բանի, չէ, նույն վերստին ծնունդը ուղղակի Տերը փակագծերը բացեց, արդեն ինչ ասեց, չկրկնեց նոր մեկը եթե վերստին չծնվի, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի արդեն։ Այսինքն նույն այս վերստին ծնունդի բացատրությունն է։ Եվ Տերը ինչ ասում, ասում մի զարմացի, որ քեզ ասի թե պետք է վերստին ծնվել։ Քամին որտեղ որ ուզում է փչում եւ նա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ որտեղ է գնում, այսպես է ամեն հոգուց ծնվածը։ Օրինակ ժողովողի 11:5-ը ձեզ համար կարդամ, նորից շարունակեմ Տիրոջ զրույցը Նիկոդեմոսի հետ։ Ասում է, ինչպես որ չգիտես թե որն է քամու ճանապարհը, ինչպես են շիդվում ոսկորները հղի կնոջ արգանդում, նույնպես էլ չգիտես ամենաստեղծ Աստծո գործերը։ Այո, շատ բան կա պարզ է։ Սրա մասին դեռ կնայենք, բայց 5 տականի ժամանակներում է Տերը մարդկանց պատրաստում էր այս գործին։ Եվ ասում է, ոչ մեկ քամու ճանապարհը չգիտի։ Արդեն տվյալ ժողովողի տեքստը ոչ թե նոր արած լինելու մասին է, անգամ ֆիզիկական ծնունդը ոչ մեկ հիմա չի հասկանում։ Լավ, ինչպես է որ մարդը ձևավորվում է մոր արգանդում, ինչպես է որ մի տեղ աչք է առաջանում, մյուս տեղում ոսկոր է առաջանում, մյուս տեղում օրինակ մազ է առաջանում։ Ճիշտ է, մենք իմանում ենք որտեղից է կամ ինչ պատճառով մարդը ծնվում է, սակայն թե ինչպես է ձևավորում չգիտես։ Եվ անգամ եթե այս փոքր գործի մասին մարդը չգիտի, ուր մնաց հոգևոր վերստին ծնունդը բացատրվի, բայց գոնե մենք ցույց կտանք ոչ թե ինչպես է ձևավորվում, այլ ինչպես է կատարվում, դրա համար վերնագիրը սա է, ինչպես է կատարում եւ դրա ապացույցները։ Եվ Տերը երբ որ խոսեց Նիկոդեմոսի հետ, ասեց քամու ճանապարհ, այսինքն Տերը խոսեց Նիկոդեմոսի հետ, բարդություն կա,
մարդը չի կարող իմանալ ինչպես է ձևավորվում, սակայն խնդիրներ կա, հարցեր կա, որ մարդու վերաբերվում է, որ մարդը արձագանքի, որպեսզի Աստված իր գործը կատարի։ Եվ Տեր ասեց, այսպես է հոգուց ծնվածը, ասենք, ինչպես որ քամու ճանապարհը չգիտես։ Սակայն ասում Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նրան, այդ ինչպես կարող է լինել։ Հետաքրքիր է, չէ՞, Տերը մի փուլ ասեց, մի խոսք ասեց, Նիկոդեմոսը արձագանքեց։ Տերը մի քիչ բացատրեց, Նիկոդեմոսին էլի հարցականոց, մի հատ էլ հարցեց, այդ ինչպես կարող է լինել։ Էլ չի հարցնում, միթե մարդը կարող է մտնել իր մոր արգանդը։ Արդեն հասկացավ, այդ ծնունդի մասին չի, հոգևոր ծնունդի մասին է։ Եվ դրա համար ասում, այդ ինչպես կարող է լինել։ Հետաքրքրված էր։ Եվ Տերը նրան պատասխանեց եւ ասեց. դու Իսրայելի վարդապետ ես եւ այդ չգիտես։ Այո, զարմանալի էր, որ չգիտի, որտեվ ինքը վարդապետ էր եւ վերստին ծնունդի մասին գրված է նաեւ 5 կտակարանում, կամ մենք այսպեսի բան ենք ասել, չէ, նոր կտակարանյան թեմա նորություն չէր։ 5 կտակարանում նոր կտակարանյան թեմաները շատ հայտնի են, չէ։ Մինչև Քրիստոսի ծնվելը խոսում է նրա ծնունդի մասին, նրա գործունեության մասին, նրա արարքների մասին, անգամ վերստին ծնունդի մասին, որ Տերը գալով նոր արարած կդարձնի մարդուն։ Խոսվել էր։ Տերը Նիկոդեմոսի հետ խոսեց մի ամբողջ թեմա։ Խոսք ասեց, Նիկոդեմոսը հարցրեց, նորից Հիսուսը խոսք ասեց, նորից Նիկոդեմոսը հարցրեց, եւ Տերը մեկնելով եկավ հասավ այս խոսքին, որ ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Շատերը տեքստից կտրում են այս հատվածը, որ Տերը ասաց, ով որ հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայություն տեսնել, ինչ են անում մարդիկ։ Իրենց ձևերով մեկնում են տեքստից հանած։ Իբրև թե վերստին ծնունդը սա է. Սուրբ հոգով մկրտություն եւ ջրով մկրտություն։ Ասենք ըստ իրենց, եթե մեկը դեռ միայն ջրով է մկրտված, կիսածնված է։ Կամ եթե հոգով է մկրտված, ջրով չի մկրտված, այսինքն ոչ ճիշտ գաղափարներ, ոչ ճիշտ վարդապետություն։ Սակայն մենք իրանք չունենք Տիրոջ ամբողջ բացատրությունից մի տող հանենք եւ սխալ սովորեցնենք։ Իրանք չունենք, բայց Տերը ինչ է խոսում։ Վերստին չծնվես, ուշադրություն դարձրեք։ Ինչ որ գործողություն եւ ապագա, չէ՞։ Վերստին չծնվես, իհարկե այդ գործողությունը մարդու գործողությունը չի, Աստծո գործողություն, վերստին ծնունդ տալը։ Դու վերստին պետք է ծնվես, որ հասնես այս տեղին, Աստծո արքայության, այսինքն, չես հասնի։ Նորից ասում, երբ որ Նիկոդեմոսը ասում է, միթե մարդը կարող է նորից մորից ծնվել, Հիսուսը ասում է, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Ուշադրություն դարձնում եք, արդեն վերստին ծնունդ արտահայտությունը Տերը փոխեց ջրից եւ հոգուց չծնվի, դա մի ամբողջ ակտ է միասին, ոչ թե երկու ակտ, մկրտություններ, տարբեր մկրտությունների չի վերաբերում։ Եվ ցավալին սա է, որ Տերը ասում է, ով որ ջրից եւ հոգուց չծնվի, սա վերցնում են չծնվելը, դարձում են չմկրտվի։ Բայը փոխում են եւ բացատրում են, թե Տերը այսպես է ասում, ով որ հոգով եւ ջրով կամ ջրով եւ հոգով չմկրտվի։ Տերը մկրտության անուն չի տալիս։ Տերը չի ասում, ով որ չմկրտվի, Աստծո արքայություն չի մտնի։ Տերը ասում, ով որ չծնվի, չի մտնի։ Նրանք շփոթում են մկրտությունը վերստին ծնունդի հետ։ Եվ Տերը ասում է, ինչ որ գիտենք, խոսում ենք եւ ինչ որ տեսանք, վկայում ենք, եւ մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե երկրավոր բաներ ասած ձեզ չեք հավատում, ապա ինչպես կհավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։ Եվ խոսում է իհարկե իր մասին, ասում է, որ ոչ ոք վերջելավ երկինք, եթե ոչ երկնքից իշխնող մարդու որդին ինքն իր համար է ասում։ Եվ նա, որ երկնքում է, եւ ասում է, ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ նորվա խոսքով ասեցի, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Նորից ուշադրություն դարձրեք։ Վերստին ծնունդ Աստծո արքայություն։ Ջրից եւ հոգուց ծնունդ Աստծո արքայություն։ Հիմա ինչ ասում։ Քրիստոսին հավատալ եւ հավիտենական կյանք։ Իսկ այդ հավիտենական կյանքի մեջ մտնել Աստծո արքայության մեջ մտնելն է։ Եվ Տերը բացատրում է ինչպես է կատարվում։
Ճիշտ է մարդը չի իմանում ինչպես է ձևավորվում հոգևոր մարդը, բայց գոնե Տերը ցույց է տալիս ինչպես է կատարվում։ Օրինակ, ասենց ավելի մի քիչ պարզ խոսեմ, ժողովող ասում մարդը չի իմանում ինչպես է երեխան կազմավորվում իր մոր որովայնում, ինչպես է ոսկոր ձևավորվում, ինչպես է ասենք աշկ ու մազ կամ ներքին օրգանները ձևավորվում, սակայն մարդիկ գիտեն, որ երեխան ծնվում է ամուսնական ճանապարհից։ Այո, գիտեն, որ այդպես է, որ երեխա է լույս աշխարհ գալիս, բայց նրանք չեն իմանում, ինչպես ժողովը ասաց, ինչպես է երեխան ձևավորվում։ Նմանապես Տերը ցույց է տալիս հոգևոր մարդը ինչպես է աշխարհ գալիս կամ ասենք ծնվում։ Ուրեմն այսպիսի դեպք էր պատահել։ Իսրայելի ժողովուրդը ինչ որ պատճառով թույլ էր տվել, որ մեղանչելու, ասենց ասած, եւ ասում է օձերը խայթում են եւ մարդիկ մեռնում էին։ Եվ աղաղակում էին Մովսեսին, որ մենք մեղանչեցինք Աստծո առջև, խնդրի, որպեսզի Աստված ասի օձերը մեզնից հեռու տանի։ Բայց մինչև որ հեռու տանի, դեռ օձերը կծում են, կամ արդեն խայթված մարդիկ կան, որ պետք է մեռնեն։ Դա համար Աստված ասեց մի օձ է ձուլում, ասենք հնարավորություններ իրաց մոտ կար։ Մի հատ օձ ձուլիր եւ բարձր փայտով, երկար փայտով բարձրացու այնպես որ տեսնեն։ Եվ ով որ տեսնի, չի մեռնի, որ նայի, սա էլ հավատքի գործ էր։ Դեղամիջոց չէին տալիս ժողովրդին, բայց խայթված մարդը, օձից թունավոր օձից խայթված մարդը նայում էր պղնձե օձին հեռվից եւ ինչ էր կատարվում, բժշկվում էր։ Օձի խայթած նրա վրա չէր ազդում։ Այսինքն ինչու հենց օձ, օձը անիծված կենդանի է, չէ՞։ Տերը կարող էր ուրիշ դետալ ասել, բայց հենց դա էր Քրիստոսի խաչի խորհուրդն էր։ Ուշադրություն դարձեք, Քրիստոսի համար էլ ասում, նա անեծք եղավ, որտեղ խաչափայտի վրա բարձրացավ, որ մեզ անեծքից ազատի, որտեղ գրված է որ փայտից է կախված, անիծյալ լինի։ Եվ մարդիկ նայում էին, ինչու էին բժշկում։ Աստված է ասել, եթե նայես կբժշկվես։ Եթե Աստված ասած չլներ, ուզում է թող Մովսես ինքնուրույն բարձրացներ, մի օձ չէ 10 օձ բարձրացներ, բժշկություն չէր լինի։ Բայց քանի որ Աստված էր ասել, մարդիկ հավատում էին Աստծո ասածին, նայում էին եւ Աստված իր խոսքի տերն էր, նրանց բժշկում էր։ Նմանապես այստեղ Հիսուս ամենի լայն հնարավորություն տվեց մարդկանց։ Ամեն մարդ չի կարող խաչին, ասենց ասած ֆիզիկական աչքերով նայել։ Դրա համար թեկուզ խաչը հիմա չկա Հիսուսի, բայց Տերը հնարավորություն տվեց, ով որ հավատա, դարեր հետո, հազարամյակներ հետո, ով որ հավատա Աստծո որդուն հավիտենական կյանք ունենա։ Այսինքն ինչ է կատարվում վերստին ծնունդի համար ըստ Տեր Հիսուսի մեկնության հավատքեր մարդու կողմից պետք վերստին ծնունդ տվող Աստված էր։ Դրա համար ասում քամու ճանապարհը, թե հիմա Աստված ինչպես է դարձնում, դա մեր գործը չի։ Ինչպես է կազմավորվում, դա մեր գործը չի։ Բայց Աստված պահանջել է մեզանից, պետք է դու հավատաս Քրիստոսին։ Քրիստոսի խաչի գործին էր, ոչ թե միայն, օրինակ, եթե ես հավատում եմ, Քրիստոսը քույրի աչքերը բացել է։ Միթե սա ինձ վերստին ծնունդի հնարավորություն կտա, ոչ։ Ուշադրություն դարձրեք, որ ձեր վկայություններն էլ կարիքի համար լինեն։ Տերը այնպես էր խոսում Նիկոդեմոսի հետ, որ Նիկոդեմոսը փրկություն ունենա։ Նմանապես ձեր վկայությունները պետք է լինեն փրկարար վկայություն։ Մարդիկ ամեն ինչ խոսում են, ես թվում է թե վկայում են, Աստծո մասին են վկայում։ Բայց եթե ուզում ես վկայես, Քրիստոսի խաչ վկայի, որ մարդը փրկություն ունենա։ Հովվի մասին խոսելով են, եղբորեն քրոջ կամ եկեղեցու տարբեր գործից խոսելով փրկություն չի լինի լսողին։ Դա համար Տերը շեշտադրում է վերստին ծնունդի սերմը որն է։ Քրիստոսի խաչի խոսքն է։ Այս խոսքը ով որ լսի, հավատա, հավիտյան կապրի։ Որտեվ խաչով է, որ մարդը ներում է ստանում, խաչով է, որ փոփոխություն է ստանում։ Հին մարդը մեռնում է, Հռոմեացի 6:6-ում ասում է, ձեր հին մարդը խաչվեց նրա հետ, մեր հին մարդը։ Խաչով է, որ մեռավ մարդը եւ նոր կյանք է ստանում հարությունով Քրիստոսի։ Եթե խաչն ու հարությունը չպատմես, անգամ Քրիստոսի տարբեր գործերի մասին պատմես, վերստին ծնունդ չի տեղի ունենա։ Մենք տեսնում ենք, որ Տերը նկատի ուներ հավատքով ընդունել այս պատմությունը, այս իրականությունը, այս ճշմարտությունը, որպեսզի
Աստված էլ այդ հավատքի հիման վրա նրան վերստին ծնունդ տա։ Խոսքը Աստծուց էր, կարողությունն էլ Աստծուց էր հավատալու։ Սակայն մենք այդ կարողությունը պետք է գործածենք։ Հավատանք, հավատում ենք եւ Աստված վերստին ծնունդ է տալիս։ Եվ Հակոբոսի 1-ի օրինակ 18-ը ձեզ համար կարդամ, ինչ ասում։ Ասում է նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նա առանցնել երեխայիկ լինենք։ Ուշադրություն դարձնում եք, ասում է նա ծնեց մեզ ճշմարտության խոսքով։ Սերմը Աստծո խոսքն է, ճշմարտության խոսքն է, ավետարանի խոսքն է։ Կամ հենց Հովանու 1:12-13, որ ձեզ համար կարդացի, Աստված չասեց, որ մկրտվի կդառնա Աստծո որդի։ Իրենների մեջ եկավ, իրենները նրան չընդունեցին, բայց ովքեր որ նրան ընդունեցին, իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք ոչ մարմնից, ոչ մարդու կամքից կամ ոչ էլ մարմնի կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Ծնունդ, սա է վերստին ծնունդը։ Քրիստոս եկավ, ովքեր ընդունեցին, իհարկե խաչի գործը մեջն է, նրանց իշխանություն տրվեց, նրանք ունեցան ծնունդ։ 12-ի, այսինքն նույն Հովանու ավետարանի 30-36-րդ խոսքերում այսպես է գրած, ասում է. Հիսուսն էլ նրանց ասաց. մի ժամանակ դեռ լույսը ձեր հետ է, գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի։ Խավարում գնացողը չգիտի, թե ուր է գնում, քանի որ լույս ունեք, ուշադրություն դարձեք, Տերը ինչեր է կոչանում։ Ասում է, հավատացեք լույսին, որ լույսի որդիներ լինեք։ Հիսուս այս բանը խոսեց եւ գնաց թաքնվեց, իհարկե նրանցից ծածկվեց, որտեղ խաչվելու ժամանակը գալիս էր, օրերը գալիս էին։ Տերն է ասում, ինչպես կարող ես դու վերստին ծնվել։ Հավատացեք լույսին, լույսը ինքն է, ինքը ասում ես եմ աշխարհի լույսը մինչև այս։ Հավատացեք լույսին եւ լույսով որդիներ կլինեք։ Ուրեմն ես չեմ ընդունում ոչ մեկի ուրիշ բացատրություն, ոչ մեկ Հիսուսից թող մեզ չլինի, որ խափում են ժողովրդին մկրտություններով վերստին ծնվել, տերունական ընթրիկի մասնակցելով ծնվել, այս ինչ գործ անելով ծնվել, այն ինչ գործ անելով ծնվել։ Սակայն խոսքը սա է ասում, Տերն ասում է, հավատա լույսին եւ վերստին ծնունդ կունենաս։ Հիսուսից ավելի լավ բացատրող կա, ով որ հավատա հավիտենական կյանք ունի։ Նմաններին օրինակ ես խոսցրել եմ, որ տեսնեմ սխալ ուսմունք ունեն, որ մարդկանց կոչեր են անում արարքներով վերստին ծնվել, ասում եմ եղբայր ջան, եթե ջրով մկրտվելով է վերստին ծնունդը եւ հոգով մկրտվելով, գիտես չէ՞ որ Սուրբ Հոգով մկրտությունը տեղի ունեցել Հիսուսի համբարձումից հետո միայն։ Մինչև այդ աշխարհի պատմության մեջ այս փորձառություն չկար մկրտություն։ Այո, ասում Աբրահամը մկրտված չէր, չէ՞ Սուրբ Հոգով։ Ոչ։ Ասում լավ, եթե մկրտված չէր, ուրեմն Աստծո արքայություն մտավ Աբրահամը, թե չէ։ Դե իրանց ուսմունքին դեմ է, ասում են ոչ։ Ոնց թե ոչ։ Ասում Աբրահամը գնաց դրախտ, ոչ Աստծո արքայություն։ Բացում եմ այն տեղը, կարդում եմ, որ Տերն ասում է. շատերը կգան Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ Աստծո արքայության մեջ կբազմեն եւ արքայության որդիք դուրս կմնան, ովքեր որ կթողեն իրենց հավատքը։ Հիսուսը ասում է Աբրահամը Աստծո արքայությունում կնստի, նրանք ասում են, չէ, արքայությունից մի քիչ ցածր կլինի, չեն հասկանում արքայությունը ինչ է նշանակում։ Կամ ասում խաչի վրայի ավազակը գնաց Աստծո արքա, ասում է չէ, տառերի վրա են խաղում։ Հիսուսը ասաց այսօր ինձ է դրախտում կլնես, չասաց Աստծո արքայությունում կլնես։ Ասում արքայությունը ինչ է նշանակում, որտեղ որ Աստված է թագավորում, դրախտը Աստծո արքայությունը չի։ Եթե մկրտություններով էր, ուրեմն Տերը սխալ արեց, խաչի վրայի ավազակին դրախտ տարավ Հիսուսին հավատացողին։ Նորից անգամ վերստին ծնունդ են համարում, երբ որ Տերը նորից գա, որտեղ գրված է վերստին ծնունդում է, երբ որ մարդի որդին կգա, ասենք տեքստը փոխել է մարդու ծնունդի մասին, արդեն աշխարհի վերափոխման մասին է Տերը խոսում, ոչ թե մարդու։ Փաստորեն, քանի երկրի վրա են, իրենք չգիտեն, ծնված են, թե ծնված չեն, որտեղ դեռ Տերը չի եկել։ Սա հավատք չէ արդեն։ Եփեսացիներ 2:1-6-ն եմ ուզում կարդալ ձեզ համար, ասում է եւ դուք, որ մեռած եք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանի իշխանության պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս մի ժամանակ ման ենք գալիս մեր մարմնի ցանկություններում եւ մարմնի եւ մտքի կամք կատարելով եւ բնության բարության որդիներ ենք, ինչպես ուրիշները, բայց Աստված որ մեծ է ողորմությամբ իր շատ սիրո համար, որ մեզ սիրեց, երբ որ մեռած էինք հանցանքներում,
մեզ կենթանի արեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված։ Եվ ասում է, նրա հետ մեզ հարուցանեց եւ մեզ երկնավոր տեղերում նստեցրեց Քրիստոս Հիսուսով։ Այսինքն ինչ է, վերստիցումը այսպես է Պողոսը ներկայացնում։ Մի ժամանակ դուք մեղավոր եք, մեռած եք, այսինքն ինչ է նշանակում։ Հանցավոր, մեղավոր բաներ եք հավանում եւ այդ ճանապարհով էլ գնում եք եւ ցույց է տալիս, որ դա միայն ձեզանից չէր, այլ նաեւ օդի իշխանից էր։ Այսինքն չարից, սատանայից։ Օդի իշխան ինչու է ասում, ոչ թե թթվածինի իշխանը, չէ, այսինքն դատարկության, փուչ կյանքի իշխանը։ Այդ դատարկ բաներով եք առաջ գնում, բայց Տերը իր սիրո համար, որ մեզ շատ սիրեց, մեզ ինչ արեց, կյանք տվեց, հարություն տվեց, նոր կյանք տվեց, փոխեց մեզ, մահից կյանքի մեջ դրեց, հին բնության ազդեցությունից, հին բնության գործից մեզ ազատել է նոր բնություն ատվել նոր գործերի մեջ, որ ապրենք։ Կրկնակի մեռած, Հուդայի 12-ում ասում է, կրկնակի մեռած արմատախիլ եղած, անպտուղ ծառներ, այսինքն ինչու ասում կրկնակի մեռած, արմատախիլ եղած, այսինքն շատերը այսպիսի սխալ ուսմունք են ունեն հիմա, չհասկանալով վերստիցումն ինչ ասում է, բավական է, որ մեկը վերստից ծնվեց, էլ չի մեռնի, կորուստ չունի, անգամ համարձակում են այսպիսի արտահայտություն անել, իբրև թե ինչ ուզում են անում, մեկը արդեն վերստից ծնված են, կարծես թե կփրկվեն եւ հենց այդ գաղափարի պատճառով շատ հանցանքներ են գործում։ Սակայն Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ հնարավոր է մարդը մեռնի նաեւ։ Այո, ինչու կրկնակի մեռած։ Մի անգամ Ադամով մեռան մարդիկ։ Սակայն Աստված հնարավորություն տվեց նորից վերածնվելու, Աստվածային բնությունը ձեռք բերելու նորից։ Ադամը ուներ Աստվածային բնություն։ Աստված փչեց Ադամի մեջ եւ կենթանի հոգի եղավ, բարի մարդ եղավ, որտեղ Տերը ասում է ամեն ինչի վրա նայեց եւ ամեն բան շատ բարի էր, բայց չարացավ, փոխվեց մարդը, սակայն Քրիստոսի խաչով նորից հետ դարձ է կատարվում, մարդը դառնում է նորից Աստծո բնության մարդ, որպեսզի կարողանա Աստծո բնությամբ ապրել, բայց եթե մեկը նորից հետ է դառնում հին կյանքին, Սուրբ Գիրքը նա կրկնակի մեռած է, եւ Տերը իր առակներում էս ցույց է տալիս, իր խոսքերում ցույց է տալիս, որ թեկուզ վերստից ծնված լինեն, բայց եթե մարդը ետ դառնա, գնա իր հին կյանքին, որի համար Պետրոս առաքել ասում է, շունը դարձավ իր փխսածին, լվացված խոզը իր ցեխին, ասինքն ինչ էր, մաքրվել էր, լվացվել էր, սրբվել էր, բայց նորից մտավ նույն ցեխին, շանը խանգարում էր մի բան, չէր կարող մի ներսը պայել, հանվեց դուրս, բայց մեկը տեսնես նորից գնաց նույն բանին, նմանապես այս հին բնության գնացող մարդն է, դժվար չէր, Ադամը երբ որ մեղանչեց, նա կորցրեց Աստվածային բնությունը, նմանապես եթե իմիկվա վերստից ծնվածը մեղքին գնա, նորից կորցնի իր բնությունը, ուրեմն ինչ է կատարվում, որ մարդը եթե չպահի այդ բնույթի համեմատ կյանքը, կկորցնի իր գտածը, դա համար Տերը ասում է, ով որ ունի նրան կտրվի, ով որ չունի եղածն էլ կվերցվի, նաև այսպիսի վիճակ, մարդու մեղանչական բնությունը ինչ է լավ, գիտեք արդեն Ադամից եկավ, բայց Հիսուս Քրիստոսով դատապարտվեց այդ բնությունը խաչի մահվան։ Եվ Տերը իր խաչի գործով մեզ ազատում է այդ բնությունից, ոչ թե վերացնում է այդ բնությունը, այլ ազատում է, ուշացում դարձել կարծեմ մեղք թեմայի մեջ է որ ասացինք, Տերը մեղքի եւ մեղանչական բնության հանդեպ 3 գործ անում, չէ, որ մենք ասացինք այսպես։ Տերը նախ մեզ ազատում է պատժից, հետո Տերը մեզ ազատում է մեղքի իշխանությունից, երրորդը Տերը մեզ ազատելու է ներկայությունից մեղքի, չէ։ Տերը մեզ ազատել է պատժից, ներել է մեր մեղքերը։ Հիմա ազատում է նրա իշխանությունից, այսինքն մեղքը մեզ վրա իշխանություն չունի, որտեղ մենք պատկանում ենք Քրիստոսին, նոր արարածներ ենք եւ այդ նոր կյանքով կարող ենք ապրել, նա չի կարող մեզ հնազանդեցնել իր ուզածին, եթե մենք չօժարվենք նրա հետ։ Սակայն հետագայում արդեն երկնքում մեղանչական բնություն չի է լինելու, որտեղ ոչ մի պիղծ բան երկինք չի մտնելու։ Հիմա կարելի է ասպես ասել, մարդը քանի վերստից ծնված չի, ունի միայն մեղանչական բնություն, բայց մենք ինչով ենք տարբերում անհավատ մարդկանցից։ Հիմա որ վերստից ծնունդ ունենք, անհավատ մարդը իր մեջ ունի միայն մեղանչական բնություն։
Մենք հավատքով ձեռք բերեցինք Աստվածային նոր բնությունը։ Մեր մեջ միևնույն ժամանակ ապրում է հին բնությունը եւ նոր բնությունը, չարություն առաջարկող կամ չարության ձգտող բնություն եւ Աստծո արդարության, Աստծո սրբության ձգտող բնություն։ Սակայն մարդը անուշ չի ոչ մեկի հանդեպ։ Մարդու կամքը զորություն է ապրելու համար, ուղղակի մարդը պետք է հոժարվի կամ սրա հետ կամ նրա հետ։ Մի եղբայր այսպիսի նկար էր նկարել, հիշում եմ, ձեզ ասեմ դուք պատկերացրեք, կամք, կանգնած էր կամքը, նրա կողքին կանգնած էր մեղանչական բնության առաջարկող մարդը, որպես թե իր մեջ 3 մարդ կա, այս ձևի, այսինքն նա կամքը առանձին մի դրսևորում է մեղանչական բնությունը, ուրիշ մի դրսևորում է աստվածային բնությունը, սուրբ ուրիշ դրսևորում է։ Հիմա նրա ականջի խոսում է թե Աստծո բնությունից եղած խոսքը, թե մեղանչական բնությունից եղած ցանկության խոսքը։ Եվ կամքը ումը տվեցիր, նա զորանում է, մյուսը թուլանում ընկնում է։ Վերջը այն աստիճան կավամ ումը որ լսեցի զորանա կամ մեղանչական բնությունը ընկնի ոտի տակ, որ էլ ոչ թե դու դրա դեմ պայքարես, այլ այնքան ես աճում, որ նա ոտի տակ է, նրա ձայնն էլ չես ուզում լսել։ Կամ հակառակը, եթե շատ մերժես աստվածային բնությունը, նայեք, վերջ-վերջո կընկնի եւ քեզանից դուրս կգա։ Նորից մարդը կմնա մեղավոր մարդ, բայց արդեն մեղանչական ոչ Ադամի պատճառով, այլ հենց իր պատճառով։ Ադամի պատճառով եղած չարիքը Աստված վերացնում է, մի մեղադրիր Ադամին էլ։ Ադամը պրծավ քո մեղադրանքից։ Հիմա դու ես քեզ հնարավորություն տվել Ադամի նման Աստծո կամ կատարես, թե այդ ծառից լուտես, որը որ արգելել է Աստված։ Այսինքն հարցը կոնկրետ ծառը չի, թե այն գործերից օգտվես, որ Աստված չի հավանում։ Կարելի է ասել, որ հենց մեր բառերով վերստին ծնունդը կատարվում է Հիսուսի խաչի եւ հարության գործը լսելուց եւ հավատալուց։ Մենք լսում ենք, բայց կատարող կա, ձևավորող կա, որպես հոգևոր մարդ։ Աստված էլ այդ գործի հավատքի հիման վրա քեզ վերստին ծնունդ է տալիս։ Արդեն ոչ թե դու ստեղծվում ես, այլ ծնվում ես։ Նաև ստեղծագործն իր տեղը։ Փաստորեն, գիտեք ոնց, մի ժամանակ ստեղծված ենք, հիմա եւ ստեղծված ենք, եւ ծնված ենք Աստծուց։ Հետաքրքիր չէ՞, մեր եւ անհավատի տարբերությունը զգում եք, վերստին չծնվածի տարբերությունը։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն կարող ենք ասել, ինչով կարելի է ապացուցել, թե մարդը վերստին ծնված է։ Շատ ասում, ինչպես իմանանք, օրինակ, վերստին ծնվածները Քրիստոսի հանդեպ ունեն հավատք։ Եվ առաջին թուղթ Հովանու 5:9-13-ը ասում է հենց այդ մասին։ Եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Աստծո վկայությունը ավելի մեծ է, որտեղ սա է Աստծո վկայությունը, որ վկայեց իր որդու մասին։ Ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձումը։ Ով որ չի հավատում Աստծուն, ստախոս է արել նրան, որտեղ չհավատաց այն վկայությունը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Եվ շարունակում է իհարկե, ուշադրություն դարձնում եք, ասում է, եթե մենք մարդկանց վկայությունը ընդունում ենք, առավել եւս Աստծո վկայությունը։ Ում հավատանք ավելի, Աստծո վկայության թե մարդկանց։ Հավատա եւ կյանք ունենաս։ Եվ ասում այս կյանքը նրա որդու մեջ է։ Հավիտենական կյանքի իմաստն է։ 13-ում ասում է. գրում եմ ձեզ Աստծո որդու անունն հավատացողներ, որ իմանաք հավիտենական կյանք ունեք դուք, որ հավատում եք Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն։ Հիմա հարցը սա է. Աստվածը ասել, հավատա եւ դու պիտի ապրես, ասիկն վերստին ծնունդ կտամ քեզ։ Իրանք չունենք չհավատալու։ Եթե չենք հավատում, ասում է, չհավատացողը ստախոս է արել Աստծուն։ Իբրև թե սուտ է խոսում։ Առաջին Հովանու 5:1-ը ասում է, որ ամեն ով որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոս, ասիկն տարբերությունը ինչումն է։ Ոչ թե հավատում է Հիսուս Քրիստոսին, այլ հավատում է Հիսուսն է Քրիստոս, ասիկն հավատում է այս անձը, որ Հիսուս է կոչում, հենց Աստծո ուղարկած մարդն է, Աստծո ուղարկած անձն է, որ փրկություն պետք է տար մեզ, հավիտենական կյանք տար։ Եվ երրորդ ապացույցներից մեկը, որ ասում է սրտում եղած Սուրբ Հոգու վկայությունը։ Այսինքն Սուրբ Հոգին ասում է մեր հոգուն վկայություն է տալիս, որ մենք Աստծո որդիներ ենք։
վերստին ծնված լինելու վկայությունը սա է նաև, որ մենք Քրիստոսով եղած մեր քույր եղբայրներին սիրում ենք։ Հովանու թղթի առաջին թղթի 3:14-ում է գրված այս մասը։ Ով որ Աստծուց է ծնված, Աստծուց ծնվածներին էլ սիրում է։ Ուրեմն, եթե ես չեմ սիրում վերստին ծնվածներին, Աստծո զավակներին, սա արդեն կասկած է, որ ես գուցե վերստին ծնված չեմ։ Սա ներքին ապացույցն էր, որ ես ասեցի, այս 4 պտուղները ապացույցներ է, որ Քրիստոսի հանդեպ հավատք ունենք, Քրիստոսի նկատմամբ սեր ունենք, Սուրբ Հոգու վկայություն ունենք եւ քույր եղբայրների նկատմամբ սեր ունենք։ Սակայն կա նաեւ արտաքին ապացույցներ, որոնցից են օրինակ գործնական արդար կյանք։ Հովանու 14:15-ում էլ ասում է այդ մասին, բայց ես ուզում եմ մի հատված ուղղակի կարդալ առաջին թուղթ Հովանու 2:29-ից, որ ասում է. Եթե գիտենք, որ նա արդար է, կիմանանք, թե ամեն ով արդարություն է անում, նրանից է ծնված։ Տեսնում եք, որ արտաքին արդար կյանքն էլ ապացույց է, ոչ թե արդարություն անենք, որ ծնվենք, սա սխալ է։ Ծառը ծիրանի չի, պահանջենք ծիրան տան, որ դառնա ծիրանի ծառ, չէ, բայց եթե կարող ես դարձնել ծիրանի ծառ, արդեն ծիրանի պտուղ կտա։ Դրա համար մարդը վերստին ծնվում է եւ կարող է նոր բնության, այսինքն սուրբ բնության պտուղները տալ, արդարություն, սրբություն եւ այլն։ Կամ էլ ուրիշների նկատմամբ ունեցած սիրո աշխատանք։ Առաջին Թեսաղոնիկեցի 1:3-ում, առաջին Հովանու 4:7 նորից կարդամ, որ գրված են, ասում է սիրելներ, իրար սիրենք, որ սերն Աստծուց եւ ամեն ով որ սիրում է Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Տեսնում եք, հենց արտաքին սիրո գործ, խնամք կամ սա չէ, արդար գործ, դրսևանցը, սիրո գործ կամ ասենք Թեսաղոնիկեցիների 1:3-ում ասում է սիրո աշխատանքը, ասենք արդեն սա ներքին արտահայտություն չի, աշխատանք է անում սիրուց տրտված։ Նաև աշխարհի հանդեպ տարած հաղթությունդ, այսինքն աշխարհի նկատի աշխարհի մեղքի հանդեպ։ Առաջին Հովանու 4:4-ում այսպես է գրված, ասելով. Դուք Աստծուց եք որդակներ եւ հաղթեցիք նրանց, որտեղ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Այդ օդի իշխանի մասին է խոսքը։ Նրանք նրանից են առաջնորդվում, մենք Աստծուց ենք առաջնորդվում։ Եվ երբ որ մեր կյանքում երևում է հաղթությունը, սա ապացույց է, որ մենք վերստին ենք ծնված։ Կարելի է ծայրահեղության մեջ չգնալու համար միշտ չէ, որ մենք ասենք, եթե մեկը վերստին է ծնված, ընդհանրապես սխալ կամ մեղք չպետք է երևա նրա մոտ։ Ոչ թե ես ասում եմ պետք է, ոչ, բայց պատահում է, որտեղ մարդը կատարյալ չէ, աճելու ընթացքի մեջ է։ Հնարավոր է նաև այո, մարդու կյանքում երևա, սակայն ընթացքը ցույց է տալիս ուր է գնում։ Սուրբ Գիրքը օրինակ Հայտնության գրքում ասում է. Արդարը ավելի արդարանա, սուրբը ավելի սրբվի, ամբարիշտը ավելի ամբարիշտա, այսինքն քո մեջի բնության համեմատ։ Արդար ես, եթե թերություն չունես, էլ ինչ իմաստ ունի, որ ասի ավելի արդարանա, սուրբը ավելի սրբվի վիճակի մեջ։ Ուրեմն ցույց է տալիս, որ հավատացյալների մոտ հնարավոր է, այո, պատահի տկարություն, բայց չեմ ձեզ քաջալերում այդ տկարության մեջ մնաք։ Եթե կնկատվի, դուք պետք է ջանք անեք դուրս գաք, նմանվեք Աստծուն։ Հովանու առաջին թղթի 3:1-ում օրինակ գրված ասում է. Տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդի կոչեք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որտեղ նրան էլ չճանաչեց։ Այսինքն, եթե թեկուզ աշխարհը ձեզ չի ճանաչում, սա կարևոր չի։ Սուրբ Գիրքն ասում է, որտեղ նրան էլ չի ճանաչում։ Հնարավոր ասա, դուք տարօրինակ մարդիկ եք։ Մի եղբայր հիշում եմ, ասում է, ես գնացի գործի տեղ, մի հոգի չի վկայի, բայց ես մեկի վկայություն եմ ասում։ Ասում է, գնացի գործի, ընդունվեցի, նոր շրջապատ, նոր ծանոթներ, իրենք ինձ չեն ճանաչում ով եմ, ինչ եմ։ Եվ ասում է, ես ապրում եմ, իհարկե քրիստոնեական մաքուր կյանքով, ոնց որ ավետարանն է ասում, ասում է, չեմ վկայում ով եմ ես, կամ ինչ հավատք ունեմ։ Բայց ասում է, մոտ 1 ամիս հետո, ասում է, իրենք զարմացան, որ ես ուրիշ մարդկանց նման չեմ։ Եվ ասում եմ, բոլորը ասում են, այ մարդ, ես ինչ հրաշք, ասես, մարդ չենք տեսել, իդեալական մարդ, անմեղադրելի մարդ, մաքուր, անկեղծ, սուրբ, ոչ նախանձ, ոչ բանսարկու, աչքը մաքուր, ասիկ ուրիշի ունեցվածքին չի նայում, եւ այլ, ուրախ, զվարթ, խաղաղ։ Ասում եմ, այսպիսի բաներ են վկայում, ասում եմ, ես որոշեցի
որ չլինի փառքը ինձ գա, ասի թո Աստծուն գա, դե որ այդպես ապրել եմ, իրանք իմանան այդ շնորհքի Տերն Աստված է, սա ինձանից չի, այլ Աստծո բժշկությունն է։ Մեկ ասում է, ես իմ տանը պատմել եմ, ես ասում եմ, բարեկամներին պատմեմ, որ ես մի հատ հրաշք մարդ ա եկել, ես բան չենք տեսել, ես մաքուր մարդ, ասում եմ, ասի Տղերք ջան, այն որ դուք ասում եք սենց, ես վկայում եմ, դա ինձանից չի, պատահական չի, ես Քրիստոսին եմ հավատացել, Քրիստոսի սրբե դարձել այդ մարդը։ Ասում եմ, եկել անմիջապես խոսքը, վայ, մենք էլ գիտենք խելքի գլխի մարդը, ընդանցից ես։ Ու ասում եմ, հետս վատ են վերաբերվում։ Աչքով տեսան պտուղը, բայց ատեցի, որտեղ իմացան դու Քրիստոսից ես։ Քանի չգիտեն Քրիստոսից ես, շատ լավ վկայություն են տալիս քո մասին։ Դրա համար կարևորը աշխարհի վկայությունը չի, թե քո մասին ինչ է վկայում։ Իհարկե, ես չեմ ասում, եթե վատ ենք ապրում, հարևանը վկայում է վատ, չասեմ կարևորը հարևանի վկայությունը չի։ Աստծո վկայությունն էլ այտենց ոնց որ հարևանը կասի։ Ուրեմն մենք պետք է նայենք Աստծո վկայության, Աստված ձեզ օրհնի։ Իհարկե, Գաղատացի 5:22-23-ն էլ է ասում, Տերը ձեզ պահի, որ դուք կարողանաք աճել նոր մարդու որակներով, այսինքն Աստծո նմանության մեջ աճեք։ Իսկ ովքեր են որ մեզ կարող են լսել եւ դեռ վերստին ծնունդ չունեն, կարող են հավատալ լույսին եւ սովորտին դառնալ, կարող են հավատալ Հիսուս Քրիստոսի խաչի գործին եւ հարությանը եւ Աստված նրանց վերստին ծնունդ։ Վերստին ծնունդը Աստծո գործն է, որը մարդը ստանում է Հիսուս Քրիստոսին հավատալով։ Եվ հենց վերստին ծնունդի շնորհիվ մարդը ձեռք է բերում աստվածային սուրբ բնություն եւ Աստծո ներկայությամբ սկսում է ապրել նոր կյանքով։